2000 թվականին Երևանի մի երիտասարդ աղջիկ անի անհետացավ, թողնելով ծնողներին հազարավոր հարցերի ու անպատասխան մնացած հարցերի հետ։ 20 տարի անց մի օր Հայկ Ավագյանը, երբ հին դպրոցական ալբոմը թերթում էր, նկատեց մի բան, որը գլխիվայր շուռ տվեց նրա միտքը։ Առավոտ էր և մառախուղը, ինչպես միշտ ծածկել էր քաղաքի փողոցները, նրբորեն սավառնում բարձրահարկերի միջև։ Հայկը կանգնած էր դստեր սենյակի պատուհանի մոտ, դիտելով, թե ինչպես առավոտյան մառախուղը լուռ ու փափուկ վազում է փողոցներով։ Թաղամասի փոքրիկ, բայց աշխույժ միջավայրը իր խճճված փողոցներով, մոտակա այգով և հին խորհրդային շենքերով միշտ եղել է Հայկի համար հանգստության ու հիշողությունների աղբյուր։ Բայց 20 տարի առաջ նրա աղջիկը անի անհետացավ։ Սենյակ մնաց անփոփոխ, ինչպես այն թողել է անի։ Դպրոցն ավարտելուց հետո մի քանի շաբաթ պատերը դեռ կախված էին իր վաստակներով ու պաստառներով, գրասեղանը լի էր գրքերով ու տետրերով, իսկ պահարանը հագուստով, որն արդեն 2 տասնամյակ ոչ ոք չէր հագել։ Պետք է սկսեմ խայթված շշնջաց Հայկը, հիշելով նախորդ եկոլիթի հետ ունեցած խոսակցությունը։ Նրանք որոշել էին ընդունել, որ Գորանը այլևս չի վերադառնա։ Այսօր հավաքելու էին նրա իրերը, որոշը կտրվեր կարիքավոր երեխաներին, մնացածը տանելի կլինի նկուղ։ Հայկը բացեց պատուհանը ներս թարմ օդ մտցնելու, բայց փոշին բարձրացավ։ Նա փշտաց աչքերը, սրբեց և մոտեցավ պահարանին, սկսելով հանել անի հագուստները։ Յուրաքանչյուրը հիշեցնում էր մի անջնջելի հիշողություն, անի սիրած կապույտ զգեստը, որը կրել էր ավարտական երեկոյին, կամ ինքն իր կարած ջինսերը։ Նա իրերը բաժանեց 3 խմբին՝ վիրատվության, պահպանման և հիշատակման։ Երբ հասավ դպրոցական պարագաներին, կանգ առավ, դրանք խորհրդանշում էին իրեր, որոնցով կապված էին չիրականացած երազանքներ։ Հետաքրքրությունից դրդված Հայկը թերթեց ալբոմը, որը մինչ այդ չէր բացել։ Անին անհետանալուց հետո նրանք չէին կարողացել դիմանալ նրա ժպիտը տեսնելուն էջերում, որտեղ նա պատկերված էր դասընկերների հետ, որոնք շարունակել էին իրենց կյանքը։ Հայկը նստեց մահճակալի եզրին ու բացեց ալբոմը։ Թերթելով էջերը նա գտավ Անիի ավարտական լուսանկարը, ժպիտը պայծառ ու լի, հիշողություններ, գիշերային հավաքույթներ, աղջիկների ծիծաղ, գաղտնի խոսակցություններ կրկին վերապրվեցին։ Նա թերթեց մինչև գտավ արկի էջը, կարդալով նրա երազանքներն ու ձգտումները։ Եվ այդպես Հայկը սկսեց որոնել գաղտնի այգի գրքը, որը Անիի մանկության սիրած գիրքն էր, որ արկին այն պահել է։ Վերջին բաժնում նա գտավ բաժին, որտեղ աշակերտները թողել էին իրենց կոնտակտային տվյալները։ Արկին գրած էր իր հեռախոսահամարը, նշելով զանգիր ցանկացած պահի։ Հայկը հավաքեց այն առանց մեծ, որ այն դեռ աշխատում էր 20 տարի անց։ Նույն պահին դուռը բացվեց և Լիլիթը ներս մտավ, ձեռքին մթերքի տոպրակները։ Երբ տեսավ հյուրասենյակում ձրված գրքերը, սուր ու զարմացած հարցրեց. «Հայրիկ, սա ի՞նչ է»։ «Ես պարզապես հավաքում էի Անիի իրերը, ինչպես պլանավորել էինք», պատասխանեց Հայկը, ցույց տալով ալբոմը ու նշելով գրառումը գաղտնի այգիի մասին։ Այս պահից սկսվում է Հայկի ճանապարհորդությունը հիշողությունների մեջ, փորձելով գտնել վերջին հատվածը, որը դեռ կապված էր անցյալի հետ, սիրո կորուստի հետ, մի ճանապարհ, որը կապում էր անցյալը ներկայի հետ ու ապագան, որը երբեք չէր գալու։